Նախագահական նստավայրի գրավման փորձ, այրված դրոշներ, մի քանի տասնյակ վիրավորներ ու հարյուրավոր ձերբակալվածներ։ Վրաստանում տեղի ունեցած թիմ ընտրությունը դարձել է նոր հզոր բողոքի պատճառ։ Հանգստյան օրերն անհանգիստ էին հարևան երկրում։ Առաջին ակցիաները տեղի ունեցան հենց ընտրությունների օրը։ Ցույցերը ցելելու համար ոստիկանությունը կիրառեց պղպեղի սփրեյ եւ ջրցան մեքենաներ, հեռացնելով ցուցարարներին նախագահական նստավայրից։ Իսկ իշխող վրացական երազանք կուսակցությունը հայտարարեց, թե հաղթել է Վրաստանի բոլոր համայնքներում։ Արդեն առ 2025-ի աշունը Վրաստանի իշխանությունները ամբողջությամբ հաղթած են, ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին երկրում, եւ եթե 2024 թիվը ամբողջությամբ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական մարտերի մեջով անցել, ապա 2025 թվականի աշնան արդեն Վրաստանի իշխանությունները ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Ըստ փորձագետի, Վրաստանի իշխանությունը տիրապետում է վիճակին, նույնիսկ ընդդիմության պլանները նախապես է բացահայտել, թույլ տալով նրանց կուլ տալ խայծը։ Իշխանությունները Վրաստանի բավականին ժամանակ առաջ իմել էին ընդդիմությանը եւ կազմակերպիչներին, որ սա օրենքից դուրս չգան, եւ այդ օրենքից դուրս գալը իմ կարծիքով բավականին լավ առիթ էր իշխանություններին, որ իրավիճակը օգտվեն եւ իրենց հակառակորդներին իհեր օրենք խախտեցին այսօր ես նկատում եմ որ process-ներ սկսեն։ Վարչապետը ընդդիմությանը մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու փորձի համար եւ խոստանում, եթե նորից փորձեն ճնշումները անխուսափելի են։ Իրակլի Կոբախիձեն ոչ միայն ընդդիմությանը, այլև ԵՄ դեսպանին է մեղադրել սահմանադրական կարգը տապալելու փորձին աջակցելու համար։ Արևմտամետ ուժերը չեն կորցրել հույսերը ու հենց արևմուտքը նույնիսկ ես չի ասի նույնիսկ արևմտամետ ուժերը, որովհետև դա հենց արևմուտքի կողմից էր արվում, չեն կորցրել հույս, որ իրանք կարող են իշխանություն վերցնել նույնիսկ բռնի մեթոդներով։ Հաշվի առնելով դա, Վրաստանում երկարատև անկայունության իրավիճակ է ստեղծվել։ Վրաստանի վարչապետը հայտարարել է այլախոհության դեմ պայքար է սկսում։ 300-ից ավելի ձերբակալվածներ կան ու ըստ մասնագիտական կանխատեսումների ձերբակալությունները դեռ շարունակվելու են։ Այսօր ընդդիմադիր շրջանակները Վրաստանում չունեն միասնություն, չունեն ընդհանուր մի գաղափար, որի շուրջ կարող են իրենք հավաքվել, եվրոպական ուղին գաղափար չի կարող լինել։ Եվրոպական ինտեգրումը եղել է Սաակաշվիլից առաջ, Սաակաշվիլի ժամանակին եւ Սաակաշվիլից հետո շարունակվել է։ Դրա շուրջ չես կարող օրակարգ ձևավորել։ Ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացնում դեռ անցած տարվա հոկտեմբերից պնդելով, որ խորհրդարանական ընտրությունները կեղծվել են։ Վրացական երազանքը հերքում է մեղադրանքները, սակայն մասնագետները համոզված են, ընդդիմությունը կորցրել է իր հիմնական ընտրազանգվածը, սխալ քայլերով դնելով իրեն փակուղու մեջ։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։